Ինչու են աշխարհի տարբեր մասերում անկախ լեզվից ու մշակույթից մարդիկ նկարագրում նույն զգացողությունները եւ նույն ճանապարհը դեպի մյուս իրականություն։ Անգամ 21-րդ դարում մարդը դեռ փորձում է վերագտնել ներքին լույսը եւ կապը անտեսանելիի հետ։ Այս հաղորդման ընթացքում մենք կփորձենք բացահայտել միստիկ ճանապարհը պատմաբան Սեդա Մինասյանի հետ։ Ողջույն Սեդա, շնորհակալ եմ մեր հրավերը չմերժելու համար։ Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար։ Սեդա, կարող ենք ասել, որ միստիկան առաջացել է կրոններից։ Նմանատիպ հասկացողությունը կարելի ասել, որ նմանատիպ նկարագրությունը սխալ է։ Ինչու է սխալ։ Միստիկան չի կարող առաջացած լինել հենց կրոնից, որովհետև ընդհանուր առմամբ, եթե ընդհանուր ենք մտածում, ուրեմն միստիկան նախորդել է ցանկացած տեսակի կրոնին։ Եթե անգամ մենք խոսում ենք կազմակերպված կրոնի մասին, ոչ կազմակերպված կրոնի մասին, ինչ նկատի ունեմ ասելով ոչ կազմակերպված կրոն։ Ենթադրենք տոտեմապաշտության մասին ենք խոսում, ինչն է տոտեմապաշտությունը։ Այսինքն եղել են ցեղեր, որոնք պաշտել են մի ինչ որ արձանի, մի ինչ որ սիմվոլի կամ մի ինչ որ հանգամանքի։ Դա եղել է տոտեմապաշտության հիմքը։ Բնականաբար միստիկան եղել է նույնիսկ դրանից առաջ։ Ինչու։ Եթե մենք գնում ենք ավելի հետ, գնում ենք քարեդարյան, բրոնզեդարյան ժամանակաշրջաններ, մենք տեսնում ենք, որ մարդիկ սկսել են բնության երևույթները, ենթադրենք անձրևը, կայծակը կապել ինչ-որ միստիկ երևույթների հետ։ Այսինքն մտածել, որ եթե անձրև է կամ կայծակ է կամ երաշտ է, ուրեմն բնությունը բարկացած է եւ այլն։ Այդ ամենը ամբողջապես կապվել է միստիկայի հետ։ Փաստորեն կարճ ասած, կարող ենք ասել, որ միստիկա գաղափարն ընդհանրապես նախորդել է ցանկացած տեսակի կրոնի եւ չի կարող բնականաբար առաջացած լինել կրոնից։ Կարելի է նույնիսկ այսպես ձևակերպել, որ կրոնն է միստիկայի ինստիտուցիոնալ ձևավորումը։ Կրոնն է ձևավորել միստիկ մտածողությունը։ Միստիկ մտածողությունն է նախորդել կրոնին ձևավորելով հետագայում արդեն կրոնը, հետո արդեն կազմակերպված կրոնը։ Մոտավորապես այսպես։ Իսկ միստիկան ինչ դեր ուներ Տիբեթում, Եգիպտոսում։ Իմիջիալոց շատ հետաքրքիր հարց է, շնորհակալություն հարցի համար, որովհետև հենց Եգիպտոսում է, որ միստիկան շատ կարևոր տեղ է զբաղեցնում։ Ինչու նշեմ հետևյալը, եթե տարբեր երկրներում տարբեր միստիկ շեշտեր գոյություն ունեն, պետք է ինչ-որ փնտրտես, որ կարողանաս միստիկա գտնել, ինչ-որ հանգամանքներ գտնել կապված միստիկայի հետ, Եգիպտոսում կարելի ասել միստիկան կյանքի կազմակերպման ձևերից մեկն էր, այսինքն հասարակ կյանքեր, սոցիալական ձևեր, որտեղ մարդիկ ապրում էին հենց միստիկա գաղափարի մեջ։ Ինչու։ Տեսեք, հենց փարավոնի կերպարի մասին խոսենք։ Փարավոնի կերպարի շուրջ այնպիսի միստիկ գաղափարներ էին պտտվում, որ հասարակ մարդիկ անգամ ասում էին, մենք իրավունք չունենք նայելու փարավոնի դեմքին, մենք իրավունք չունենք դիպչել փարավոնին, որովհետև ենթադրում էին, որ փարավոնը մարդ աստված է կամ աստված է երկրի վրա։ Հենց մեկը փարավոնի կերպարի մասին է միստիկան պտտվում եւ հետո տեսեք Եգիպտոսում գոյություն ուներ մահացածների գիրք։ Մահացածների գիրքը դա այն գիրքներ, որտեղ նկարագրվում էին բազմաթիվ ծեսեր, թե ինչպես պետք է տվյալ անձին, մահացած անձին ճանապարհել այս աշխարհից մյուս աշխարհ։ Եվ հենց այդ ծեսերը ամբողջապես միստիկ արարողությունների խումբ էին։ Եվ երրորդ հանգամանքը չենք մոռանա խոսել նաև քրմերի մասին։ Եգիպտական քրմերը այն անձնավորություններն էին, ովքեր կարելի ասել փոխանցում էին աստվածների խոսքը հասարակ ժողովրդին։ Այսինքն գլխավոր քուրմն ասում էր աստվածները խոսում են իմ բերանով։ Սա արդեն իսկ ինչ-որ միստիկա նախադասություն է։ Ու բացի դրանից Եգիպտական քրմերը օգտագործում էին հենց միստիկայի գաղափարախոսությունը, որպիսի հասարակ ժողովրդին պահեին իրենց ենթակայության տակ։ Այսինքն նույնիսկ եղել է, որ քրմերը իրենց դիրք ամրապնդելու համար օգտագործել են միստիկ գաղափարախոսությունը եւ նույնիսկ հարկահավաքության ժամանակ ասել են հասարակ ժողովրդին, որ եթե դուք հարկերը չեք վճարում, ուրեմն աստվածները փառկանում են, աստվածները երաշտ կանեն ու հաջորդ տարի դուք այլևս բերք չեք ունենա։ Բնականաբար այս ամեն ինչը հենց այն միստիկ շերտն է, որ ձևավորվել է թե եգիպտական փարավոնների, թե եգիպտական քրմերի ու աստվածների շուրջ։ Տիբեթում հետաքրքիրն այն է, որ երևի ճիշտը կլինի միստիկայի շուրջ խոսելիս նշել Դալայ Լամայի կերպարը միանշանակ, որովհետև տեսեք Դալայ Լաման կարծես համարվում է ինքնակամորեն վերածնվող առաջնորդ։ Վերածնունդը ինքնին արդեն համարվում է միստիկ ինչ-որ գաղափարախոսություն։ Ու երևի հենց սա է, որ Տիբեթում ձևավորում է հենց հիմնական միստիկ մշակույթը։ Հիմնականում սա է։
Եթե Տիբետում եւ Եգիպտոսում դա կազմում է մշակույթի մաս, այսինքն կարելի ասել եւ Եգիպտոսում եւ Տիբետում դա չի եղել բաց կամ փակ գիտելիքի տեսակ։ Այսինքն կարող էին զբաղվել բոլորը միստիկայով, ճիշտ է։ Մեծամասամբ ինքը զբաղվելու համար չէր մեծ առումով, ինքը գոյություն ուներ ու բոլորը դրան ենթարկվում էին, որովհետեւ այդպես էր սերմանված մարդկանց մեջ։ Այսինքն իրենց սոցիալական կյանքի ամենահասարակ ձևն էր համարվում։ Մի մասն էր համարվում ու ինքը չէր համարվում ինչ որ գաղտնի բան, ինչ որ սխալ բան կամ ինչ որ բան, որով կարելի է զբաղվել չմտածելով, որ կարող է պետական մակարդակով ձեզ պատժեն կամ ինչ որ նման բան։ Քո մշակույթի մաս էր կազմում ու դու ինչ որտեղ նաև ենթարկվում ես դրան, որովհետև պետականացված մակարդակով նրանք ոնց որ պարտադրում էին քեզ, որովհետև դա միստիկան իրենց գործիքն էր համարվում, հատկապես Եգիպտոսում։ Իսկ շամանիզմը պատմության մեջ ինչ դեր ունի։ Հետաքրքիր է, իրականում շամանիզմը միստիկայի հետ այնքանով կապ ունի, որ շամանը ինքը իրենից հենց միստիկ կերպար է։ Ինչ առումով շամանը այն մարդն էր, որը հասարակության մեջ զբաղեցնում էր կարելի է ասել հոգևոր այն անձի տեղը, որը հասարակությանը, հասարակական շերտերին բացատրություն էր տալիս, թե ենթադրենք ինչու է մահ տեղի ունենում, ինչու է երաշտ տեղի ունենում, ինչու են անհաջողություններ տեղի ունենում։ Բնականաբար հասկանում եք, չէ՞, որ այն անձը, որի ձեռքին կա նմանատիպ իշխանություն, բացատրել համայնքին, թե ինչու է ինչ որ բան տեղի ունենում, շատ հեշտորեն կարելի է իր շահերին համապատասխանեցնել ու թելադրել այնպես, ինչպես ինքն է ցանկանում եւ իրեն է հարմար։ Ու երևի հենց հոգեվոր առաջնորդների հենց կերպարներն էլ, որոնցից մեկը շամաններն էին համարվում, հոգեվոր առաջնորդները շատ են օգտագործել իրենց ձեռք ընկած իշխանությունը ենթակայություն ստեղծելու համար հասարակ ժողովրդի մեջ։ Ընդհանուր առմամբ շամանիզմը էլի հենց մտնում է նմանատիպ հոգևոր առաջնորդների մի մասի մեջ, համարյա նույն տեղն է զբաղեցնում միստիկա գաղափարախոսության մեջ, ինչ մնացած հոգևոր առաջնորդների պարագայում կարող ենք ասել։ Իսկ Հնդկաստանում ինչպես էր դրսևորվում այս ամենը։ Տեսեք, Հնդկաստանում, եթե մենք մտածենք երկու ուղղությամբ, վեդայական ու տանտրիկ գաղափարախոսությունների մասին, իրենք հիմնականում շատ էին խոսում մանտրաների, մեդիտացիայի եւ այլնի մասին, որոնք էլի համարվում էին միստիկ գաղափարախոսություններ, կոնկրետ ես որպես պատմաբան հակված եմ մտածելու ու նաեւ որպես հասարակ անձ հակված եմ մտածելու, որ մանտրաները եւ մեդիտացիան նույնպես ինչ որ միստիկ շերտ ունեն իրենց մեջ։ Հատկապես եթե վեդայականության մասին ենք խոսում, այդտեղ մենք կարող ենք առանձնացնել երկու կարևոր բան, որ մարդու հոգին, ատմանը ունի իր սկզբունքը, բրահման, ասում են բրահման։ Եվ ատմանը պետք է միանա բրահմային, այսինքն մարդը իր հոգով պետք է գտնի իր սկզբունքը մեդիտացիայի միջոցով։ Սա ավելի փիլիսոփայական է։ Իսկ տանտրիկ գաղափարախոսությունը ավելի պրակտիկ է։ Ինչի համար է պրակտիկ։ Տալիս է հատուկ մեդիտացիայի ձևեր, շնչառական վարժություններ եւ ենթադրենք մանտրաներ։ Մանտրաները դրանք այն փոքր արտահայտությունները կամ նախադասություններն են, որոնք թույլ են տալիս, որ ենթադրենք ամեն օր տուտա կրկնելով կարող ես հասնել նպատակիդ։ Այսինքն կողմնորոշիչ ուժ են հանդիսանում։ Այդ փաստորեն տեսեք, մենք այստեղ խոսում ենք մի ինչ-որ միստիկ ուժի մասին, որը մի ինչ-որ նախադասություն ասելով պետք է մեզ հնարավորություն տա, որպեսզի մենք հասնենք մեր նպատակին։ Այսինքն մեզ ուղղորդում է ինչ-որ միստիկ ուժ մեր նպատակի համար։ Ենթադրենք ես Սեդ Ամինասյանն եմ, ես ունեմ մանտրա, ես ամեն առավոտ կանգնում եմ հայելու առաջ եւ ասում եմ այսօր քո օրն է։ Ենթադրենք, ես չեմ հավատում նման բաների, ենթադրենք։ Միանշանակ սա ներշնչանք է։ Այո, այն ներշնչանքի գաղափարն է, ու այդ այսօր իմ օրն է, ինձ պետք է հանգեցնի այն նպատակին, ըստ որի իմ օրը պետք է լավ ստացվի։ Բնականաբար սա հենց այն միստիկ գաղափարախոսությունն է, ըստ որի ոչ մի կերպ չի կարելի կապել կրոնի հետ, ոչ մի կերպ չի կարելի կապել հաջողության հետ, մենք զուտ մտածում ենք, որ տիեզերքը ինչ որ ուժով մեզ ուղղորդում է։ Հնդկաստանից կարող ենք ասել, որ միստիկան այսպես է մեզ հասել։ Իսկ չինական դաոսական միստիկան ավելի շատ փիլիսոփայական է, թե պրակտիկ բնույթ ունի։ Շատ դժվար է ասել։ Ինչի համար, որովհետև տեսեք, իմ խորին համոզմամբ եւ նաեւ իմ բազմաթիվ գոլեգաների խորին համոզմամբ պատմաբանների դաոսականությունը չի կարելի կողմնորոշել մեկ կամ մյուս կողմի։
Ինչի համար։ Մենք հակված ենք մտածելու, որ այն եւ փիլիսոփայական է, եւ պրակտիկ։ Ինչի համար։ Որովհետեւ նա ունի սկզբունք, որը իրենից ենթադրում է տիեզերքում մարդու սկզբունքները հասկանալու գաղափարը, այսինքն մարդը ինչպես պետք է տիեզերքի հետ կապ հաստատի ու հասկանա, թե ինչն է տիեզերքում իր դերը, ինչն է աշխարհում իր դերը։ Սա փիլիսոփայական շերտն է դասականության եւ պրակտիկ շերտը, որը նույնպես ինչպես Հնդկաստանում, այստեղ նույնպես արդեն խոսում է ինչ որ շնչառական վարժությունների մասին, որոնց միջոցով մարդը պետք է գտնի իր գեր նպատակը այս տիեզերքում, այս աշխարհում։ Դրա համար այս հարցի պատասխանը կարելի է կարճ ձևակերպել այսպես. եւ պրակտիկ է, եւ փիլիսոփայական։ Շատ հետաքրքիր պատասխան տվեցիք, շնորհակալ եմ։ Իսկ հին Հունաստանում ինչպես է զարգացել։ Հին Հունաստանը, գիտեք, ամենահետաքրքիր երկրներից մեկն է համարվում պատմության մեջ, ու հետաքրքիրն այն է, որ ինչ ուզեք կարող եք գտնել Հունաստանում, հատկապես միստիկայի հետ կապված բազմաթիվ օրինակներ կարելի է բերել։ Առաջի օրինակը, որ կուզենայի ասել, դա աստվածների մասին է։ Դե մենք գիտենք հունական Օլիմպոսը, հունական աստվածները, եւ մարդիկ շատ էին կապում միստիկ հանգամանքներ իրենց աստվածների հետ, աստվածների ուժի, աստվածների բարգության եւ այլն։ Կապը պահելով աստվածների հետ կխոսեմ հատկապես Հոմերոսի Իլիականի եւ Ոդիսականի մասին։ Լրիվ ներծծված միստիկ գաղափարներով գրքեր են, դրանց մեջ կարելի է հանդիպել սիրենների ջրահարսերի քերող ձայնով, կարելի է հանդիպել կիսամարտ կիսաայծերի, հատկապես Ոդիսականում փորձություններ են, չէ, Ոդիսևսի հետ տեղի ունենում, բազմաթիվ միստիկ հանգամանքների հետևանքով նա չի կարողանում գտնել դեպի տունդարձ իր ճանապարհը։ Ու այստեղ նկարագրվում է, որ իրականում այնքան հեշտ է գտնել դեպի տունդարձ իր ճանապարհը, բայց աստվածները, գիտեք, ովքեր որ միմյանց հետ կռիվների մեջ էին, թույլ չեն տալիս, որպեսզի Ոդիսևսը գտնի իր ճանապարհ։ Ու ամբողջը միստիկայի շուրջ է պտտվում։ Աստվածները խառնված են մարդկանց ճակատագրերին, աստվածները ստեղծում են փորձություններ մարդկանց համար, որոնք էլի ինչ որ կախարդանքների շուրջ են պտտվում, միստիկ անձան շուրջ են պտտվում, ու նույնն էլ նաև Իլիականն է ներծծված ամբողջապես միստիկայով։ Հետո նաև հույները մտածում էին, որ իրենց աստվածները, օրինակ Դիոնիսոսը կամ Դեմետրան, կարող են իրենց տալ այսպես կոչված գաղտնի գիտելիքներ, շնորհել ինչ-որ բանով, ու հիմնականում ես այս ամեն ինչ պատմում եմ, կարելի է ասել, նաև կարող է թվալ, որ ինչ-որ հեքիաթային ժանրից է եւ հենց սրա մեջ էլ միստիկան է։ Հետագայում արդեն երևի ես հակված եմ մտածելու, որ հենց հունական միստիկ գաղափարախոսությունը, հունական նյութի հանդեպ սերը եւ այդ ամեն ինչը հենց գալիս է հանգեցնում է ալքիմիայի զարգացմանը արդեն հետագա դարերում, հելենիստական ժամանակաշրջանում, ու երևի հենց այս հունականության մեջ է էլի, որ կարելի է ասել, որ միստիկան շատ ներծծված է։ Ու իրականում այս հարցը պարզ է, որ անպայման պետք է այստեղ տեղ գտներ, որովհետեւ հունականությունը հենց հին Հունաստանը մի ամբողջ միստիկայի խումբ է, որն որ մեծ հաշվով շատ հետաքրքրում է թե պատմաբաններին ու թե հասարակ ընթերցողներին։ Կարելի ասել Ոդիսականի հիմքը հենց միստիկան է դրված։ Միանշանակ։ Ոչ միայն Ոդիսականի, ամբողջ հին հունական մշակույթի հիմքն էլ է միստիկա։ Տեսե դա բազմաթիվ եւ պատմաբաններ, ովքեր նաեւ ունեն միստիկ մտածողություն եւ նաեւ շատ մասնագետներ, ովքեր կապ ունեն, սերտ կապ ունեն միստիկայի հետ, շղթում են բարի եւ չարու գոյությունը։ Ըստ քեզ կան այնպիսի երկրներ, որտեղ մշակույթի մի մաս է կազմում, տես ասեցի, չէ, մշակույթի մի մաս է կազմում միստիկան, կան այնպիսի երկրներ, որտեղ շղթում են չար։ Չեմ կարծում։ Կարճ պատասխան չեմ կարծում։ Իհարկե կան, տեսեք, եթե դուք ասում եք կան երկրներ, ուրեմն ես որպես պատմաբան հակված եմ մտածելու, որ պետք է խոսեմ պետականության տեսակետից։ Շեշտեր միանշանակ բոլոր տեղերում կան, ենթադրենք ես ինչ-որ շեշտի մասնակից եմ, ով շղթում է, որ գոյություն ունի չարը։ Դա կարող է բոլոր երկրներում լինել։ Խոսելով պետականացվածության մակարդակում, ոչ։ Նման երկրներ չկան, ինչու, որովհետև անգամ դեռևս հին ժամանակներից մենք տեսնում ենք, որ գոյություն են ունեցել բարի եւ չար աստվածներ։ Եթե չեն եղել, ենթադրենք տվյալ երկիրը պետք է շղթեր չարը, ինչու պետք է լիներ չար աստվածություն։ Ու Հայաստանում էլ է եղել այդպիսի բան։ Հայերն էլ երբևիցե չեն շղթել չարի գոյությունը։
եղել են աստվածություններ, որոնք եղել են բարի եւ եղել են աստվածություններ, որոնք եղել են չեմ ուզում նշել չար, այլ եղել են ենթադրենք ինչ որ մահվան աստվածություններ, ինչ որ ավելի շատ բարուն հակադրվող աստվածություններ եւ նմանատիպ Պարսկաստանում նույնպես կան նմանատիպ աստվածություններ։ Մեծամասամբ եթե ընդհանուր առմամբ պատասխանենք հարցին, ապա ոչ։ Չարը միշտ գոյություն է ունեցել մարդկության պատմության ամենասկզբից ու ուղեկցելու է նրան մինչև վերջ։ Վստահեցած եմ։ Միջնադարում կարելի ասել միստիկան եւ միստիկայով զբաղվող մարդկանց շատ հալածում էին, բայց այն սկսում էր գաղտնի կերպով ծաղկել, ճիշտ է։ Հա, իհարկե։ Ինչը արգելվում է, դա անպայման ծաղկելու է մեր աչքից հեռու։ Նույնն էլ հենց եղավ միջնադարում։ Եկեղեցական քաղաքապարախոսությունը արգելում էր ցանկացած շեղում իր պարտադրածից։ Ցանկացած շեղում կարող էր հանգեցնել նրան, որ քեզ ողջ ինկվիզիցիայի կենթարկեն։ Ու հենց բնականաբար դա էլ եղավ այն պատճառը, որ հետզհետե այն սկսում էր ներքի տակից ոնց որ իր ծաղկումն ապրել։ Եղել են իհարկե շատ կանխելու փորձեր կախարդությունը միջնադարում, նաև եղել են այնպիսի դեպքեր, չնայած վարկած է դա, ես չեմ կարող եւ հերկել եւ հաստատել։ Օրինակ կախարդ կանանց, հենց հիմնականում կանայք են եղել կախարդներ, հենց կանանց փորձում էին նետել ջրհորը, եթե խեղդվեց, ուրեմն կախարդ չի եղել, եւ եթե չխեղդվեց, ուրեմն կախարդ է։ Հա, նմանատիպ շատ օրինակներ կան։ Ասվում է, որ նույնիսկ դու չէիր կարող արտահայտել սեփական կարծիք, հակադրվել ամուսնուն հատկապես։ Եթե ենթադրենք դու ասում ես, որ ես այս իշխանի հետ համաձայն չեմ, կին, որը ունի սեփական կարծիք, կարելի է ենթադրել, որ կախարդության մեջ ինչ-որ տեղ խառն է։ Համաձայն ես այդ մտքի հետ, որ կինը եթե միջնադարում փորձեր պահպանել իր սեփական կարծիքը եւ սեփական շահերը, այսինքն կինը փորձեր չարժեզրկել իր սեռը, ապա այս տարում եւս այդ ամենը չէր լինի։ Վստահ չեմ։ Ինչ առումով վստահ չեմ, որովհետեւ ցանկացած ժամանակաշրջանում հաստատ կգտնվեին անձինք, ովքեր կփորձեին այսպես ասած չակերտավոր կանանց ցույց տալ իրենց տեղը։ Հիմա կանանց մեծամասնությունը շատ է պայքարում իր անձի, իր իրավունքների ու ոչ միայն հիմա միջնադարում են եղել շատ անձինք, բայց ինչպես մենք ձեռք բերեցինք աշխատելու իրավունք, ինչպես մենք ձեռք բերեցինք ընտրական իրավունք, ամեն ինչ եղավ պայքարի շնորհիվ ու բնականաբար ելնելով այս ամենից իհարկե պետք է շարունակել ամեն դեպքում պայքարը։ Ես չեմ խոսում մեր հասարակության մասին, չեմ խոսում եվրոպական հասարակության մասին։ Ուզում եմ ասել, որ բավականին այս ամենի հետ կապված բավականին առաջընթաց ունենք այս հարցում, բայց շատ այլ երկրներ կան, որտեղ այս հարցի շուրջ լրջորեն աշխատել է պետք ու երևի մեծ հաշվով խնդիրը նաև կրոնական գաղափարախոսությունից է գալիս։ Քրիստոնեության մեջ միստիկան ինչ դեր է զբաղեցնում։ Հետաքրքիր է այս հարցը այն առումով, որ կոնկրետ ես կողքի եմ դնում իմ բոլոր մասնագիտությունները, կողքի եմ դնում այն ամենն ինչ սովորել եմ կամ այն ամենն ինչ գիտեմ քրիստոնեության մասին, ես որպես անձ, որպես քրիստոնյա անհատ վստահեցնում եմ, որ քրիստոնեությունը պետք է ամեն կերպ հեռու պահենք միստիկայից։ Ինչի համար եմ այդպես մտածում, որովհետև եթե մենք վերցնում ենք Աստվածաշունչը, բացում ենք, ինչ որ բաներ ենք կարդում, մենք վստահորեն կարող ենք ասել, որ Աստվածաշունչը տեղ-տեղ ներծծված է այնպիսի հանգամանքներով, որոնք մենք պարզապես չենք կարող բացատրել։ Հիվանդների բժշկում մեկ ձեռքի հպումով, քայլեր ջրի վրայով, այդ ամեն ինչը մեր բանականությունը բնականաբար չի կարող բացատրություններ տալ դրանց համար, մենք կսկսենք դա կապել միստիկ գաղափարախոսության հետ։ Բայց այստեղ մի կարևոր մեծ բայց կա։ Հարցը հետևյալն է. Աստվածաշունչն ասում է հավատալ առանց հարցեր տալու, հավատալ կուրորեն, հավատալ առանց հարցերի։ Ու հենց սա էլ երևի են հանգամանքն է, ըստ որի չի կարելի քրիստոնեությունը մտցնել միստիկ գաղափարախոսության մեջ, որովհետև եթե սկսեցինք համադրումներ անել, մենք կգտնենք միստիկ գաղափարախոսություն, մենք կգտնենք անբացատրելի բաներ ու կսկսենք հարցեր տալ։ Իսկ հարցեր տալ, ինչպես հասկացանք, Աստվածաշնչին չի կարելի։ Իրականում մենք որպես մասնակետ, մենք իմ գոլեգաները, ես որպես պատմաբաններ, բնականաբար բոլոր պատմաբանները հակված են հարցեր տալու։
ու ինչուների միջոցով է, որ մենք պատմությունը փորփրում ու գտնում ենք ինչ-որ ճշմարտություններ։ Ու չնայած այս հանգամանքին ես իհարկե վստահ եմ, որ շատ իմ պատմաբան ընկերներ հիմա ինձ հետ չեն համաձայնի, որ կարելի է ամեն դեպքում ամենտեղ փորփրել, բայց ես հակված եմ որպես պատմաբան իմ տեսակետին, ես չեմ փորփրում Աստվածաշունչը ու չեմ փորփրում քրիստոնեությունը։ Սետատես միստիկան եւս շատերը կապում են սատանայի հետ, ու սատանային համարում ես Աստված, ոչ միստիկայի Աստված։ Չէ, բացարձակապես ոչ, նախ այսպես է, ես ինչպես է սատանան հրեշտակ է, ճիշտ է, ով որ վտարված էր դրախտից, վերջ։ Ու կարելի է ասել, որ սա է ամենը, ինչ մենք գիտենք սատանայի մասին։ Բնականաբար չի կարելի իրեն դասել աստվածների շարքին, մենք ունենք ընդամենը մեկ աստված, Սուրբ Երրորդություն, ու բնականաբար անգամ ինչ որ բանի աստված չի կարելի ասել։ Չի կարելի ասել միստիկայի աստված, որովհետև մենք այդ պարագայում մենք թողնում ենք Երրորդությունը միտեղ, առաջացնում ենք ինչ որ նոր աստվածություն։ Նմանատիպ հաջողությամբ կարող եմ ասել, չգիտեմ, ինչ որ համեղ ուտելիքների աստված վերեցի դրեցի ինչ որտեղ այդ աստվածությանը։ Իհարկե չի կարելի նման բան անել, դրա համար չեմ համարում, ոչ մի բանի աստված չեմ համարում, համարում եմ այն ինչ գրված է, հրեշտակ, որը վտարվել է դրախտից։ Այն մնացածն արդեն թե ինչ միստիկ բաներ են պատտվում այդ կերպարի շուրջ, մեծ հաշվով շատ տեսակի մարդկանց ու տարերից եկող պատմություններ են, որոնք որ մեծամասամբ մարդկանց երևակայության արդյունքն են։ Կարելի է հավատալ միայն նրան, ինչ որ կա գրված Աստվածաշնչում, մնացած դրանից այն կողմ արդեն մարդկանց միստիկ մտածելակերպի ու միստիկայի հետևից գնալու արդյունքն է։ Այսինքն երևակայություն, որը մեզ կարող է թույլ տալ ներկայացնել այն, ինչ ենթադրենք մեր հետ պատահել է, ըստ մեզ մեր հետ պատահել է, ըստ մեզ մենք դա տեսել ենք, ըստ մեզ մենք դա տեսել ենք, ըստ մեզ մենք դրա միջով անցել ենք, ըստ մեզ տվյալ սատանան է դրա մեջ մեղավոր եւ այլն։ Ու մարդիկ բացի սատանայի հետ կապված ինչ որ միստիկ գաղափարախոսություններ պատտելուց նաև կարող են ցանկացած ուրիշ բանի շուրջ միստիկա առաջացնել։ Ցանկացած տվեք ինձ ինչ որ մի առարկա եւ ես նրա մասին կհորինեմ այնպիսի պատմություն, որ ձեզ կթվա, որ դա աշխարհի ենթադրենք ամենաանիծված առարկան է, կպչել չի կարելի։ Մարդիկ շատ մարդկային ուղեղը շատ լավ է կառուցված այդ առումով ու շատ հիասքանչ կարող է առարկաներին նշանակություն տալ։ Ինձ թվում է այսքանը կարող եմ այս հարցի շուրջ ասել։ Շատ միստիկ մասնագետներ նշում են, որ Բաֆոմետը հենց կարելի ասել միստիկայի աստվածն է, ով քեզ ամեն ինչում կարող է ուղղորդել։ Երբ դու միստիկայում ինչ որ ծիսակարգով կամ ինչ որ գործողությունով զբաղվելիս, դու խնդրում ես նրանից ինչ որ մի բան։ Օրինակ, տարոլոգիայի մասին խոսեմ, երբ կարտերին ինչ որ հարց ես տալիս, նրանք քեզ տալիս են պատասխան, ճիշտ է, եւ դրա դիմաց նրանք քեզանից պահանջում են կամ էներգիա կամ նրանց պատասխանին համարժեք ինչ որ բան։ Տարոլոգիան ծագել է հենց Եգիպտոսում, ճիշտ է, խոսես մի քիչ տարոլոգիայի մասին։ Տեսեք, նմանատիպ հանգամանքները, ինչպիսիք են տարոլոգիան, բախտագուշակությունը ու նմանատիպ շատ այլ հանգամանքներ, դրանք որպես պատմաբան ես տեսեք հակված եմ մտածելու, որ դրանք այն շերտն է, որը առաջացել է էլի մարդկանց հետաքրքրության հետևանքով։ Միայն դրանք չէ, որ կարելի էր Եգիպտոսում գտնել, ես ձեզ նշեցի մահացածների գրքի մասին, որը ծեսերի մի ամբողջական շարք էր ու դրանց մեջ ինչ անհավանական ծեսասես կար, դրանք տեսեք, օրինակ պետք է դրանք իրականացվեին մահացածի շուրջ, որպեսզի նա կարողանար փափուկ անցում կատարել այս աշխարհից մյուս աշխարհ։ Ու հենց այս հանգամանքներն են, որ առաջացել են դեռևս շատ վաղ մեր թվարկությունից առաջ հազարամյակներ առաջ ու մինչև այսօր փաստորեն իրենք այնքան ամուր են եղել, որ մինչև այսօր եկել ու հասել են մեզ ու դեռևս կիրառվում են։ Մանավանդ Հնդկաստանում իմիջայլոց։ Հնդկաստանում շատ, Եգիպտոսում էլ շատ, մինչև այսօր ինչու մեր իրականության մեջ էլ է դրանք շատ կիրառվում, բայց մեծամասամբ որպես պատմաբան հակված եմ մտածելու, որ դա հասարակության այն շերտն է, որը որ պետական մակարդակի հետ որևէ կապ չունի եւ բնականաբար պետականացվածության մասին չենք կարող խոսել։ Կարող ենք խոսել միայն այն շերտերի մասին, որոնք
ամեն դեպքում ծաղկում են ու էլի եկեղեցու գործունեությունից դուրս, կապ չունի դրա հետ, ու ծաղկում են իրենց ոլորտում։ Հիմա դուք այնպիսի ոլորտ եք կարելի ասել ներգործել, որ մեծ հաշվով դա պատմաբանների ուսումնասիրության ոլորտը իրականում չի համարվում։ Միակ բանը, որ որպես պատմաբան տառոլոգիայի եւ մնացածի մասին կարող եմ նշել, դա այն է, որ բավականին լավ կազմակերպված հանգամանք է, դրա համար էլ կարողացել է մինչև այսօր հասնել մեզ։ Գուշակությունները շամանիզմի ժամանակաշրջանում են շատ եղել։ Շամանները նաև գուշակներ են համարվել։ Շատ ցեղերի հոգևոր առաջնորդներ են համարվել գուշակներ, ովքեր էլի զբաղվել են նմանատիպ հարցերով, անձրևներ են կանչել, որպիսի բերք լինի եւ այդ ամեն ինչը էլի միստիկայի շուրջ է բնականաբար պտտվում։ Ու մեզանից քանի հազարամյակներ առաջ, Քրիստոսից քանի հազարամյակներ առաջ դրանք եղել են ու հավանաբար մի քանի հազարամյակ էլ դեռ կլինեն։ Շատ շնորհակալ եմ Սետա, շատ հետաքրքիր զրույց ունեցանք եւ գոյություն ունի բարին եւ գոյություն ունի չարը։ Մնացեք մեզ հետ, մենք կհանդիպենք։ Շնորհակալ եմ շատ Սետա, հրավերից մերժելու համար։ Հաջողություն։